Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է, եթե հարցազրույցի օր ամրագրելու համար օգտվել եք տուրիստական գործակալի կամ աջակցման այլ ծառայություններից եւ ձեր դիմումը լրացվել է սխալ կամ կեղծ տեղեկություններ է պարունակել, օրինակ հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն, ապա դեսպանատունը իրավունք ունի չեղարկելու ձեր հանդիպումը։ Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից եւ հավելյալ վճարներից։ Ձեր դիմումում առկա տեղեկության ճշգրտության եւ ճշմարտացիության պատասխանատուն դուք եք, նշված է հաղորդագրությունում։ Հնդկական ԶԼՄ-ները հայտնել են, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է ռազմական գործարանից պինակահրթիռների առաջին խմբականակի Հայաստան արտահանման մասին։ Հայկական կողմը դեռևս ոչ հաստատել, ոչ հերքել է տեղեկությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հունվարի 18-ին նախազգուշացրել է, որ երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի վրա հարձակումը կհանգեցնի պատերազմի։ Հունվարի 17-ի իր ելույթում Խամենեին բարձր է գնահատել Փեզեշքյանի դերը վերջին ցույցերը ճնշելու գործում, միաժամանակ ընդունելով, որ մեջբերում ցույցերի ժամանակ սպանվել է մի քանի հազար մարդ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում կատարվող իրադարձությունների մեղավոր է ճանաչել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին, նշելով, որ մեջբերում Խամենեին է մեղավոր երկրի լիակատար ոչնչացման եւ նախադեպ բռնության կիրառման համար։ Թրամփի խոսքով եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը։ Նորվեգիայում տեղակայված իրանական իրավապաշտպան խումբը հաստատել է անվտանգության ուժերի կողմից առնվազն 3428 ցուցարարների մահը, մինչդեռ ԱՄՆ-ում տեղակայված Հրանան հայտնել է, որ զոհերի թիվը կազմել է 3308 մարդ, իսկ ավելի քան 24000 մարդ ձերբակալվել է։ Ակտիվիստների տարբեր խմբեր նշել են, որ հրապարակված թվերը ավելին են, քան ասվում է, բայց ինտերնետի անջատման պատճառով դժվար է ստուգել այս տեղեկատվությունը։ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի պաշտոնյաների բանակցությունների նոր փուլն ավարտվել է առանց համաձայնության հասնելու մասին հայտարարության։ Ուկրաինական կողմի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովի փոխանցմամբ պատերազմը դադարեցնելու ծրագրի քննարկումը վերսկսվելու է Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումում։ Նա ավելել է, որ կշարունակեն աշխատել արդար եւ կայուն խաղաղության հասնելու, ինչպես նաեւ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների եւ հետագա քայլերի համաձայնեցման ուղղությամբ։ Ամերիկան կողմից բանակցել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը եւ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները։ Տնտեսական ֆորումը կմեկնարկի այսօր հունվարի 19-ին եւ կշարունակվի մինչեւ հունվարի 23-ը։ Գերմանացի զինծառայողները վաղաժամ լքել են Գրենլանդիան առանց որևէ բացատրության, գրել է Bild թերթը։ Թերթի տվյալներով վերադառնալու հրամանը ստացվել է Գերմանիայից, բոլոր նախատեսված միջոցառումները չեղարկվել են։ Եվրոպական պետությունները համերաշխություն են հայտնել Դանիայի եւ Գրենլանդիայի հետ, հայտարարության կողմերը լիակատար համերաշխություն են հայտնում Դանիային եւ Գրենլանդիայի ժողովրդին, պատրաստակամություն հայտնելով սկսելու երկխոսություն, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վրա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Թրամփի հետ քննարկել է Գրենլանդիայի եւ Արկտիկայի առնչվող հարցեր։ Այս մասին Ռյուտեն հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ Նա նշել է, որ անհամբեր սպասում է Թրամփի հետ այս շաբաթավերջին Դավոսում կայանալիք հանդիպմանը։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան համաձայնության է եկել քրդական ուժերի հետ, Սիրիայի կառավարական ուժերի եւ Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև հայտարարվել է անհապաղ հրադադար։ Համաձայնագրի համաձայն ՍԴՈ ստորաբաժանումները կհեռանան Եփրատ գետի արևելյան ափ հետագա վերաբաշխման նախապատրաստման նպատակով։ Դեյր ez-Զոր եւ Ռաքա նահանգները կանցնեն Դամասկոսի լիակատար վարչական եւ ռազմական վերահսկողության տակ։ Քրդական ուժերը լքել են Ռաքա քաղաքը համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո։ Այնտեղ բարձրացվել է Սիրիայի դրոշը։ Չիլիում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, հրդեհները սկսվել են շաբաթ երեկոյան։ Հրդեհի հետևանքով տարհանվել է ավելի քան 50,000 բնակիչ։